Ողջույն սիրելիներս, մենք նորից հանդիպեցինք, բայց այսօր ես առաջարկում եմ խոսենք ոչ թե թվերից, ես իհարկե խոստացել եմ, որ հաջորդ անգամ կխոսենք ուրեմն հերթական թվի մասին, բայց շատ կարևոր մի տեղեկություն է ձեռքիս տակ հայտնվել եւ ուզում եմ դրանով կիսվել ձեզ հետ, որովհետեւ կարծում եմ այդ տեղեկությունը շատ ավելի կարևոր է ներքին հաշտեցման, ուրեմն ներքին խաղաղություն գտնելու եւ հոգեկան երաշխարը հավասարակշռության բերելու համար, որովհետեւ վերջին տարիներին ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ալեկոծություններ են առաջացրել, պատերազմները, ներքին, արտաքին, չգիտեմ, համաշխարհային բնույթի եւ այլն, եւ փաստորեն այդ ամենը մի տեսակ լարվածություն է առաջացրել, ուստի դրանից խուսափելու համար ես որոշեցի մի փոքր խոսեմ այսօր ձեզ հետ շատ հայտնի դարձած վերջին շրջանում Հո'ոպոնո հավայական հաշտեցման ուրեմն հնարագույն տեխնիկայի մասին ես կարծում եմ շատ տեսանյութեր տեսած կլինեք այս մասին, բայց խնդիրը նրանում է, որ մարդիկ տարբեր ուրեմն խնդիրներով են դիմում Հո'ոպոնոյին եւ նույն արդյունքն են ակնկալում, սակայն քանի որ ամեն մարդ ունի իր ներքին փոքրիկը, որին պետք է բուժել, որին պետք է ընդհանրապես ներել եւ ամեն ինչ թողել անցյալում, մարդկանց ուրեմն կարողությունները, ներքին հնարավորությունները տարբեր են, ուստի ես փորձեմ անդրադառնամ այս Հո'ոպոնոյին ավելի այլ տեսանկյունից, որը կարծում եմ ձեզ համար օգտակար կլինի հատկապես ներկայիս ժամանակահատվածում։ Ուրեմն ինչպես գիտենք, Հո'ոպոնոն հավայական հաշտեցման հնագույն ուրեմն տեխնիկա է, որը ներառում է 4 արտահայտություն, դրանք այդ 4 արտահայտությունները կրկնելու միջոցով մարդը հասնում է ներքին խաղաղության եւ ինքնաապաքինման, բայց այդ պարզ բառերն են, ներողություն եմ խնդրում, ներիր ինձ, շնորհակալ եմ եւ սիրում եմ քեզ։ Այս 4 բառերը մեխանիկորեն ասելուց բացի գոյություն ունի ասելու իմաստը հասկանալն է շատ կարևոր, որովհետեւ դրանք բացի ճիշտ հերթականությամբ արտասանելուց, որը կոչվում է ներողություն եմ խնդրում, ներիր ինձ, շնորհակալ եմ, ես սիրում եմ քեզ, այդ նախադասությունների հերթականությունը պետք է ուրեմն ճիշտ պահպանել եւ ինչպես ճիշտ կիրառել եւ կատարելագործել պրակտիկան, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի։ Ուրեմն այս տեխնիկայի հիմքում ընկած է ինքնապատասխանատվությունը, այս բառերն ուղղված չեն ուրիշներին, արտաքին աշխարհին, դուք դիմում եք ձեր ներսին, ձեր ներքին հոգեվիճակին եւ ձեր ներքին եսին եւ ձեր ներքին տիեզերքին եք դիմում, ընդունելով, որ ձեր կյանքի իրադարձությունները ձեր ներքին ուրեմն ծրագրերի արտացոլումն են, այսինքն այդ պատճառահետևանքային կապը, որ ինչ պատահում է մեզ հետ, մենք ուրեմն ինչ-որ ներքին ծրագրերով ծրագրավորում ենք եւ այսպես ասած կրում ենք դրա արդյունքը, դա ուրեմն բուժելու համար է։ Ինչու ենք մենք անընդհատ դա կրկնում, իդեպ համացանցում եթե փնտրեք կա այս տեխնիկան կրկնելու 108 անգամ տեսահոլովակներ, ձայնային հաղորդագրություններ, որ ասում են միացրեք, նույնիսկ կարող եք չկրկնել, բայց դրա տակ քնել, ես ճիշտն ասած չեմ փորձել, բայց եթե ինքներդ մտածում եք, որ դա ճիշտ տարբերակ է ձեր համար, կարող եք փորձել, արդյունքը ինքներդ գնահատել, բայց ընդհանրապես պետք է հասկանալ, թե ինչու ենք անընդհատ նույն 4 նախադասությունը անընդհատ կրկնում, որն է նպատակը, ի վերջո մի նպատակ ունի, որ մենք դա կրկնում ենք, ուրեմն ընդհանրապես այսպիսի հոգեբանության մեջ այսպիսի մի ուրեմն դա նաև մանտրաներին է վերաբերվում, այսպիսի մի
մոտեցում կա, որ եթե նույն բառերը անընդհատ կրկնում ես, միտքդ, ուրեմն շեղված միտքդ գալիս է կենտրոն եւ սկսում ես կենտրոնանալ այդ պահի վրա եւ ցանկացած այդ պահի դրությամբ ունեցած ցանկացած ստրեսային ուրեմն իրավիճակ կամ ասենք վախի տագնապի ուրեմն զգացողություն կամած ուրեմն իր տեղը զիջում է հանգստությանը եւ դրա համար ենք մենք անընդհատ կրկնում այդ բառերը, այսինքն անընդհատ կրկնելը այդ իմաստը ունի եւ պետք չէ ընդհանրապես մեխանիկորեն կրկնել առանց հասկանալու, պետք է անընդհատ ուշադիր լինել, պահպանել հերթականությունը եւ կարող եք այդ բառերը գրել, որովհետեւ կան մարդիկ, ովքեր դժվար են հիշում, կարող եք գրի առնել եւ կարդալ եւ հերթականությունը չխախտելու համար, որովհետև ըստ հերթականության առաջին քայլով դիմում եք ձեր ներքին տիեզերքին, երկրորդ ուրեմն քայլով, երկրորդ նախադասությամբ վախի տագնապի այդ զգացողությունն եք ետ մղում ձեզնից հեռացնում եւ երրորդ նախադասությունը խոսում է այն մասին, որ պետք չէ կենտրոնանալ կոնկրետ ինչ-որ մի արդյունքի վրա, որտեղ սա բուժման գործընթաց է եւ պետք չի ակնկալել, որ հենց այս պահին ինչ-որ մի բան կլինի, քանի որ մենք ընդհանրապես խնդիրները, հիվանդությունները եւ այլն ձեռք ենք բերում երկարատև ժամանակահատվածում եւ շատ անգամ չենք էլ հասկանում, թե իրականում քանի տարի առաջվանից է սկսել օրգանիզմն ինչ-որ մի process գեներացվել եւ որի արդյունքում մենք վաստակել ենք այս կամ այն հիվանդությունը, ապա քանի որ այդ ժամկետների մասին մենք ոչինչ չգիտենք, ուրեմն պետք չի նաեւ կենտրոնանալ կամ անհամբեր սպասել այդ արդյունքների կոնկրետ արդյունքները 1, 2, 3 օրում տեսնելու կամ 1 ամիս 3 ժամկետում, չգիտեմ, ու պետք չէ հիասթափվել մտածելով, որ ես քան անգամ արեցի, ոչինչ չեղավ, ոչ, դուք իմացեք, որ դա անում եք ինքներդ ձեզ համար եւ թույլ տվեք, որ այդ մաքրումը տեղի ունենա բնականորեն, ինքնամաքրումը եւ կենտրոնացեք կոնկրետ ինքներդ ձեր վրա, ոչ թե դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններին, դուք պետք է առաջինը ինքներդ ձեր ինքնամաքրման վրա շեշտը դնեք, որպեսզի ինքնամաքրվելուց հետո ընդհանրապես նման process է տեղի ունենում, որ նույն երևույթը ձեզ այլևս չի անհանգստացնում, չի զայրացնում, դուք այլ փորձում եք այլ տեսանկյունից նայել, ինչ-որ նոր շերտեր են բացվում, որոնք օգնում են, որ տվյալ իրավիճակը այլ տեսանկյունից դիտարկեք եւ հասկանաք, որ պետք չէ ընդհանրապես դրան այդքան խորը ազդեցություն տալ նման ինչ-որ այս կամ այն իրավիճակին, ընդհանրապես տեսանկյունը փոխելու ժամանակ ավելի տեսանելի, հասկանալի է լինում, որ կարելի է նաև ուրեմն տեղի ունեցածի մեջ շնորհակալ լինել եւ հասկանալ, թե դա ինչ հուշում էր, ոչ թե մտածել, որ այ տիեզերքը իմ դեմ է աշխատում կամ ինչ որ մի բան այն չէ, այլ ընդհանրապես շնորհակալ լինելով առանց արդյունքի ակնկալիքի հասկանալ, որ եթե ինչ որ բան կա, ապա դա հուշում է, եթե դա հուշում է, ապա պետք է դրա համար շնորհակալ լինենք եւ ընդհանրապես քայլենք առաջ։ Եթե ուզում եք ավելի խորանալ էության մեջ այս ուրեմն տեխնիկայի, ապա պետք է ասել, որ պետք է կազմեք ամենօրյա մեդիտացիայի պլան եւ ընդհանրապես ինքը ունի հերթականություն եւ պետք է ուրեմն այդ հերթականությունը պահպանելով, պլան կազմելով որոշակի ժամերին, խորհուրդ է տրվում արթնանալուց հետո կամ քնելուց առաջ, բայց հիմնականում մենք ավելի շատ ժամանակ ունենում ենք քնելուց առաջ, քան արթնանալուց հետո, որտեղ արթնանալուց հետո ինչ որ անընդհատ գործեր են իրար վրա կուտակված լինում եւ պետք է դրանք մինչեւ վերջ հասցնել անել, որտեղ ժամանակի սղություն կա, դրա համար ուրեմն առավոտյան ժամերը շատերի համար հարմար չեն լինում, ժամը ընտրեք ինքներդ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ երեկոյան ժամին, երբ օրը ավարտվել է, երբ արդեն ոչինչ չունեք պլանավորելու, անելու եւ այսպես ասած գալիս է հանգիստը վայելելու ժամանակը, այդ ժամանակ կարող եք արդեն ինքներդ ձեզնով ձեր
ինքնամաքրմամբ զբաղվել։ Սա ավելի լարվածություն չի առաջացնի ձեր մեջ, որ ժամանակի սահմանափակում չեք ունենա եւ թեկուզ մի 10 րոպե, 20 րոպե տրամադրեք դրան, ոչ մի տեղից չեք ուշանա, ընդհանրապես սա է կարևոր եւ ընդհանրապես պետք է հասկանալ, որ երբ հոգեբանական ազդեցությունը այս ուրեմն տեխնիկայի, ուրեմն ներել կարողանալն է, իհարկե երբ ես շատերի հետ զրուցում եմ, ասում եմ, որ նույնիսկ ձեզ ովքեր որ ցավացրել են, փորձեք ներել ու ինչքան շուտ կարողանաք ներել դիմացին ձեզ ցավացնող անձին, այնքան ավելի ուրեմն լավ կլինի ձեզ համար, բայց միտքը մաքրեք, որպեսզի դա չանդրադառնա ձեր առողջական վիճակի վրա։ Իհարկե ես վերջերս զրուցում էի մեկի հետ, ասաց, որ հասկանում եմ ինչ ես ասում, բայց չեմ կարողանում անել, որովհետև չեմ կարող խաբել ինձ, չեմ կարողանում ներեմ եւ իսկապես ներել կարողանալու համար բավականին մեծ ուրեմն ներքին տրանսֆորմացիա է պետք անել, դա մեխանիկական աշխատանք չի, դա ընդհանրապես մի մեծ ճշմարտության ընդունում, ընկալում է եւ դրանից հետո շատ թեթևանում է իրականությունը եւ ավելի հեշտ է դառնում ուրեմն ընկալել, հասկանալ ամեն ինչը եւ այդ երախտագիտության զգացումը, որը որ դուք ուրեմն ասում եք շնորհակալ եմ այդ ուրեմն նախադասությունից հետո այդ նախադասությունը ուղեղի մեջ ստեղծում է նեյրոնային նոր կապեր, որ դուք շնորհակալություն եք հայտնում այն խնդրին, որը ջրի երես հանեց այդ խնդրեմը, որը որ դուք չեք նկատում, դուք դրա համար պետք է շնորհակալություն հայտնեք, որովհետև առօրյա մեր լարված կյանքը ապրելով մենք շատ հաճախ չենք էլ ուրեմն նկատում, թե որտեղ ինչ եղավ, ում վիրավորեցինք, չվիրավորեցինք, մեկը նեղացավ եւ այլը, շատ անգամ այդ հոսքի մեջ դժվար է լինում հասկանալը, որտեղ մարդ կա ձայնի տոնից կարող է նեղվել, մարդ կա, չգիտեմ, ինչ որ աչքերի արտահայտությունից կարող է նեղվել, ամեն մարդ տարբեր է եւ այսինքն ձեր շարժուձևը, որը ձերն է, կարող է օտարի կողմից, այլ անձի կողմից, ասենք աշխատակցի կողմից խալ ընկալվել, այն չընկալվել, ինչ որ դուք իրականում ուրեմն արտահայտում եք եւ դա ուրեմն ուրիշ ձևով ձեր արժև կա եւ կոնֆլիկտի ձևով այն ի հայտ կա եւ դուք դրա համար եք շնորհակալություն հայտնում, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը ձեր ուրեմն խնդիրը ջրի երես է հանել եւ դուք կարողացել եք ուրեմն հասկանալ, թե ինչն է ձեր մեջ, ինչը ձեր մեջ այն չէ, ինչ եք դուք հեռարձակում, որը ուրիշի մոտ ինչ որ այլ տպավորություն է ստեղծում եւ բացասական էներգիայի է վերածվում եւ այդ շնորհակալություն հայտնելով այդ շրջապատի մոտ առաջացած բացասական էներգիան ավտոմատ ձեր շնորհակալություն հայտնելով ավտոմատ վերածվում է դրական էներգիայի։ Սա է շնորհակալություն հայտնելու իրական իմաստը եւ դրանով եք դուք ուրեմն կարողանում փոխել իրադարձությունների ընթացքը եւ ավելի հանգիստ, ավելի ներդաշնակ կյանքով ապրել եւ ավելի ներդաշնակեցնել ձեր միտքն ու հոգին իրար հետ։ Ես սիրում եմ քեզ արտահայտությունը, էլի պետք չէ ասել մեխանիկորեն, որովհետև սա ընդհանրապես բարձրագույն մաքրող ուժի ազդեցություն ունի եւ այս բառերը միացնում են ձեզ աստվածային էներգիայի հետ, որովհետեւ ես սիրում եմ քեզ կարելի ասել մեխանիկորեն, բայց եթե դուք այդ նախադասությունը ասում եք իսկապես զգալով, որ դուք սիրում եք ամենաձեզ չսիրած մարդուն, փորձեք նույն սիրով սիրել այդ պահին, փորձեք այնպիսի մեծ սեր ուղարկել դեպի այդ մարդը, թեկուզ եւ վատ են ձեր ներքին զգացողությունները տվյալ անձի հանդեպ, փորձեք մի պահ պատկերացնեք, որ դուք անչափ սիրում եք իրեն եւ դա ձեզ կմիացնի այն աստվածային էներգիայի եւ ինքնակարեկցանքի հետ, որը որ ձեզ կօգնի ուրեմն
դուրս գալ այդ, այսպես ասած, շղարշի տակից, քողի տակից եւ այդ կապը, որը կա ձեր եւ ինչ որ մի անտի միջև, կկորի եւ կամած կմաշվի կանհետանա եւ այդ մարդը կամ ձեր հանդեպ կդառնա անտարբեր, չի նկատի ընդհանրապես ձեզ, ընդհանրապես կոնֆլիկտային իրավիճակ չի լինի դա այդ բարձրագույն սերը լինելով բարձրագույն մաքրող ուժ ինքը կլրացնի այն դատարկությունը, որը առաջացել է ձեր եւ դիմացինի, ձեր եւ շրջապատի, ձեր եւ ձեր շրջապատող աշխարհի հետ եւ այդ բացասական այդ իրադարձությունների հետ կապված բոլոր բացասական ուրեմն հիշողությունները մաքրելով, կամած մաքրելով, դուք կկարողանաք այդ բացասական դաշտը վերածել դրականի եւ ամենօրյա մեդիտացիայի պլան կազմելու համար ուրեմն խորհուրդ է տրվում այս տեխնիկան անել 10-ից 15 րոպե եւ ինչպես ասացի արդեն ձեզ համար նախընտրելի է առավոտյան, ավելի նախընտրելի է եւ առավոտյան եւ երեկոյան հասկանալով ինչ եք անում, գիտակցելով ինչ եք անում, մեխանիկորեն օրինակ ես խորհուրդ չէի տա որ անեիք եւ պետք է այդ տեխնիկան սկսելուց առաջ փակեք ձեր աչքերը, 3 անգամ խորը շունչ քաշեք, արտաշնչեք, քթով շունչ քաշեք եւ արտաշնչեք եւ այդ 3 անգամ խորը շունչ քաշելուց ձեր մտքում ասեք, որ ես շնչում եմ սեր, արտաշնչում եմ սեր եւ ընդհանրապես սիրով եմ ես լցված եւ 3 անգամ էլ այդ բառերը փորձեք կրկնել ձեր մեջ, դրանից հետո սկսեք 4 նախադասությունները կրկնել մոտավորապես 10-15 րոպե, որպեսզի ձեր միտքը չշեղվի այդ րոպեների վրա, արեք այնքան ինչքան ձեր սիրտն է ուզում, ավելի շատ ես խորհուրդ կտամ կենտրոնանալ ձեր սրտի ցանկության վրա, եթե ուզում եք 5 անգամ, 10 անգամ, 20 անգամ, ինչքան որ դուք եք ուզում, այդ պահը դուք պետք է վայելքի վերածեք, ոչ թե պարտականության, որովհետև դա ոչ թե պարտականություն է, այլ վայելք է իրականում եւ եթե դուք սկսում եք այդ մեդիտացիոն շրջանի մեջ մտնել, այդ ցիկլի մեջ մտնել եւ իսկապես վայելել այդ պահը, սկսեք սիրել բոլորին, ամեն ինչ, հաճ բաները նույնիսկ սիրել, սիրով ընդունել, ներել եւ այդ անվերջանալի ցիկլով շարունակեք 10-15 րոպե, դուք իսկապես հետո կհասկանաք, թե ինչքան հոգու խաղաղություն է եկել հոգուն, ավելի կկարգավորվի ձեր միտքը հոգին կարող եք ընդհանրապես կարող եք որպես շտապօգնություն, որպես ինչ-որ իրավիճակից, ասենք տհաճ իրավիճակից, տվյալ պահին տհաճ իրավիճակից, ուրեմն թեթև կամ անվրդով դուրս գալու համար կարող եք որպես շտապօգնություն 1 անգամ, 2 անգամ տրանսպորտի մեջ, փողոցում քայլելիս կրկնեք այդ 4 նախադասությունը, բայց այդ ժամանակ արդեն ընդամենը որպես շտապօգնություն, որպես առաջին օգնություն եւ դա ընդամենը թույլ կտա, որ ձեր մոտ այդ սկսված process-ը ավելի ուրեմն շարունակություն ունենա օրվա ընթացքում եւ այդ շարունակությունը ոչ թե կտրվի մինչեւ երեկո, այսինքն 24 ժամ հետո, այլ հենց զգում եք դրա պահանջը, կարող եք 1-2 անգամ ուղղակի քայլելուց կամ ինչ-որ մի բան եւ եթե մտնում եք այդ process-ի մեջ, դուք անընդհատ սկսում եք հիշել այդ բառերը, ցանկություն առաջանում, ինչ-որ 1-2 անգամ կրկնել։ Սա էլ շատ հետաքրքիր ուրեմն երևույթ է, որ դա երբ որ անում ես սիրով անկախ քեզնից այդ ցանկությունն է ինքդ առաջանում, այսինքն ինքդ ուզում ես կարոտում ես այդ իրավիճակին։ Իդեպ ասեմ, որ դիրք ընտրելը կարևոր է, այսինքն դուք պետք է այնպիսի դիրքում լինեք, որը որ ձեզ հարմար է, կուզեք պարկեք, կուզեք նստեք, կուզեք դա ձեր իրավունքն է, ընտրեք մի այնպիսի ուրեմն
դիրք, որտեղ դուք ձեզ մաքսիմալ կոմֆորտ եք զգում, որտեղ դուք մաքսիմալ ինքներդ ձեզ հետ եք, որտեղ դուք մաքսիմալ կտրվում եք մի պահ այդ աշխարհից, պատկերացեք մի շատ հետաքրքիր կինո եք նայում եւ խորացել եք այդ կինոյի մեջ ու ձեզ պատկերացնում եք այդ կինոյի մի ուրեմն դերակատար, այդ լինում են չէ նման դերեր, այդպիսի զգացում պետք է ունենաք եւ օրվա ընթացքում որպես շտապօգնություն կարող եք նաեւ հիշել այդ երանելի պահը եւ ուրեմն վերապրել այդ պահը այնպես որ ուրեմն սրանք էին հիմնական ասելիքը, որոնք որ ես ուզում էի ասել, իհարկե կա նաեւ այլ տարբերակ, որ այդ ամեն ինչը ուրեմն շնչառական տեխնիկայի հետ է ուղեկցվում հոնոպոնոն, ուրեմն հատուկ շնչառական ուրեմն տեխնիկայի հետ է զուգակցվում, ավելի խորը ուրեմն երևույթները մաքրելու համար, ավելի մեծ արդյունքի հասնելու համար, եթե չի ստացվում առանց դրա մտնել այդ իրավիճակի մեջ, այդ երանելի վիճակի մեջ, ապա դուք կարող եք նաև օգտվել շնչառական ուրեմն վարժություններից եւ որից հետո նոր կատարել ուրեմն ձեր մաքրումը կան նաև այլ մոտեցումներ, դրանց մասին ես կխոսեմ հետագայում, ուրախ եի, որ կարողացա ձեզ ուրեմն ներկայացնել այս շատ երկար ուրեմն խոսված այս ներկայացված այս տեխնիկայի մասին, իդեպ ասեմ ես առաջին անգամ մոտ 6-7 տարի COVID-ի ժամանակ եմ իմացել այս տեխնիկայի մասին եւ ուղղակի չէի պատկերացնում, որ այն կարող է որոշակի ազդեցություն թողնել ինձ վրա ու պատկերացրեք, որ ես YouTube-ում գտել էի ձայնագրություն այդ պատմության մասին, ինչ պատմություն, հիմա կարծում եմ բոլորը նաև գրքեր են կարդացել, նաև դրա մասին տեղեկացված են, ուստի չեմ ուզում կրկնել, բայց հավատացեք, որ այն ժամանակ մոտ 6-7 տարի առաջ, երբ որ մի քիչ ավելի սուղ էր նման տիպի ինֆորմացիաները, նման ուրեմն տեխնիկան իսկապես հրաշք էր թվում, իսկ երբ որ անցնում ես դրա միջով հասկանում ես, թե իսկապես ինչ մեծ քայլ ես կատարել այդ տեխնիկան օգտագործելով եւ ես այդ ժամանակ Ջո Դիսպենզայի ներկայացմամբ էի ուրեմն իր գրքի ուրեմն ներկայացման միջոցով է ծանոթացել այդ տեխնիկայի հետ մի խոսքով, բայց երբեք մտքովս չէր անցել, որ կարող եմ դա ներկայացնել ձեզ ուստի, քանի որ վերջին շրջանում տեսնում եմ շատ են հեղում կատարում այս տեխնիկային, որոշեցի ինքս էլ անդրադառնամ եւ բացեմ փակագծերը, որոնք շատ կարեւոր են եւ կարող է օգտակար լինեն ձեզ համար, սուտ տեխնիկան ավելի տեխնիկայի արդյունավետությունը բարձրացնելու համար վերջում եւս մեկ անգամ կրկնեմ այն 4 նախադասությունը, որը դուք կարող եք գրի առնել, ունենալ ձեր գրպանում, ձեր պայուսակում եւ որ դրա ցանկությունը ունեք, ուղղակի բացեք եւ կարդաք։ Այդ 4 արտահայտություններն են, առաջինը ներողություն եմ խնդրում, ներիր ինձ, շնորհակալ եմ, ես սիրում եմ քեզ։ Իսկ ինչպես ասել այդ նախադասությունները ինձ զգացողությամբ ես արդեն ասացի այս տեսանյութի ընթացքում, այնպես որ օգտագործեք այս տեխնիկան, ինքը շատ հզոր տեխնիկա է իսկապես եւ այս տեխնիկայի միջոցով իսկապես հնարավոր է հոգու ներդաշնակություն, խաղաղություն, հանգստություն ձեռք բերել, որը այսօր կարծում եմ շատ-շատերին է անհրաժեշտ եւ ամենօրյա ստրեսից, չգիտեմ, կյանքը գնալով ստրեսաշատ է դառնում եւ մեր ստրեսակայունությունը բարձրացնելու համար նման տեխնիկաները ուղղակի շտապօգնության նման մի բան են, ուստի օգտվեք դրանից եւ եղեք տեղեկացված, մենք կհանդիպենք շուտով, շնորհակալ եմ դիտելու համար, այսօր այսքանը, մենք կհանդիպենք շուտով, հիշեցնեմ, որ ես Արմինեն եմ, եթե ուզում եք ձեր ընկերներին, մտերիմներին, հարազատներին փոխանցել այս տեղեկությունը, խնդրեմ փոխանցեք, առաջարկեք, որ ալիքին բաժանորդագրվեն, սեղմեն զանգակի կոճակը, որպեսզի ամեն անգամ տեղեկացված լինեն նոր տեսանյութերի ժամանակ եւ եթե ունեք ասելիք, կիսվեք, ես նոր հարթակներ եմ ստեղծել նաեւ
ձեզ համար, որտեղ մենք կարող ենք հանդիպել, զրուցել, այդ մասին հաջորդ թիվ ես կներկայացնեմ, որտեղ մենք կարող ենք պարզ, անկեղծ եւ հանգիստ ուրեմն քննարկումներ կազմակերպել ձեզ հուզող բոլոր հարցերի մասին։ Այսօր այսքան, տեսություն եւ ամենայն բարիք, եղեք առողջ։